Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հարգելի լրագրողներ, ինչ որ հայտարարություն անելը, ուղղակի խնդրում եմ դեպի այն կողմի վրա կանգնենք, որտեղ մենք մեր այս գործողությունով չեմ ուզում, որպեսզի խոչընդոտենք մյուս քաղաքացիների իրավունքները, մարդիկ են, որոնք հիվանդանոց է, հարգելի փաստաբան, ձեզ տեղեկացնենք, դուք էլ փոխանցեք Նայիրի ԲԿ-ի տնօրինությանը, իհարկե իրանք լրագրող աշխատող ունեն, պիտի որ արդեն տեղեկացնել, որտեղ մենք զգուշացել ենք։ Ընդհանրապես, եթե մենք մեր հերոսի հետ կոնտակտի մեջ ենք, կամերան ուղղվում է դեպի վերև, այսինքն որևէ մեկը չի տեսա նկարահանվում։ Մենք այդ էթիկան պահել ենք եւ խստորեն հետեւել ենք եւ հետեւում ենք միշտ։ Ես մեկ բան ասեմ, Ադոան ջան, ես վստահ եմ, բոլորիս նպատակը միայն մեկն է, որպեսզի հնարավորինս կարողանանք Դավիթի վերաբերյալ տեղեկատվությունը տարածենք եւ այդ առումով օգնենք։ Ընդամենը չեմ ուզենա, որ որևէ քաղաքացու իրավունք ոտնահարվի, որևէ քաղաքացուց մենք նամակ ստանանք, որ ես չէի ուզի Երևանի կադրերում, քանի որ մտնում էի հիվանդանոց։ Իմ խնդրանքս, հիմա ես ձեզ ասեմ, առողջական վիճակը կտրուկ վատացել էր վիճակը, արդեն տեղեկացրել են Կարմավիր ՔԿ-ից, նրան տեղափոխեցին Աբովյան ՔԿՀ, բժիշկների հետազոտության արդյունքում, քանի որ գիտակցության կորուստի արդեն գիտեք, նորից չկրկնվեմ, շտաբօգնություն հրավիրվեց, տեղափոխվեց Աբովյան ԲԿ-ում, քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի եւ ինչպես Մարիներ ասել 9 օր եկանից նա բուժվել էր այս ոչ կենտրոնում, մի դեղը հակասում է մյուս դեղին, մի ներարկումը մյուս ներարկումին, ամբողջ այդ Աբովյան ԲԿ-ում Գանեն զանգում էր իր բուժող բժիշկներին, հարցնում էր ընդունենք մագնեզիում կարելի է, թե չի կարելի, այս մյուսի հետ կարելի է, թե չէ, եւ որոշում կայացվեց, որ երեխային տղային պետք է տեղափոխենք այստեղ։ Այս պահի դրությամբ այլ նորություններ չունեմ, միայն մեկ իր քրոնիկ խնդիրներով պայմանավորված է վատթարացել, թե հոգեբանական Բոլոր խնդիրները միասին կան, առաջացել են նաև այլ խնդիրներ, որոնք չեմ կարող հրապարակայնացնել։ Չեն կարողացել պատշաճ բուժօգնություն։ Աբովյան ԲԿ-ն պատրաստ էր ամեն ինչ անել, քանի որ իր վիճակը այնպիսին կոմպլեքս է, իր բուժումը, դրա համար այսպիսի որոշում։ Հիմա խնդրում եմ, շատ խնդրում եմ, գիտեք, որ կարող է մի ժամ, կարող է 10 ժամ, չգիտեմ, ոչինչ մենք չգիտենք։ Ես ձեզ շատ խնդրում եմ, ես գիտեմ, որ դուք բոլորդ մեր կողքն եք։ Եկեք հիմա ամեն ինչը դադարեցնենք։ Ես որպես Դավիթ Մինասյանի պաշտպան, Դավիթ Մինասյանի, դուք գիտեք, ես հայտարարել եմ, որպես մայր եմ հանդես գալիս, ես պատրաստ եմ բոլորիդ հրավիրեմ, թե մամուլի ասուլիսի, թե ձեր հաղորդումներին բոլոր տեղերը։ Հետազոտության արդյունքները առնվազն տարես սպասել Ես բոլորիդ կասեմ, մենակ խնդրում եմ նկարահանումները դադարեցնել։ Չենք հասկանում, հիվանդանոցից ենք աշկանդել ձեզ։ Սյուզի ջան, դուք մեզ գիտեք, այսինքն ոնց եք պատկերացնում, վարչապետը ինձ կկաշկանդեր, թե հիվանդություն։ Չէ, ձեր մասին չի խոսքը, հիվանդանոցի մասին։ Առողջապահության նախարարությունը այսօր մեզ ասում էր, որ բժիշկների հսկողության տակ է գտնվում եւ առավոտվա դրությամբ կարիք չկա տեղափոխել հիվանդանոց։ Այդ Կայանենը։ Հա։ Փոխվեց։ Ինչ փոխվեց, որ մեր հսկողության տակ է զննվել։ Անընդհատ եղել է ինքը, բժիշկները գնացել են զննվել, բայց այն վիճակը չեն կարող իրանք ապահովել։ Տղային ունեն գիտակցության կորուստ, որից հետո պետքա մարդը գիտակցության գա, չէ։ Այո, ունեցել է գիտակցության կորուստ, ավարտեմ Սյուզի ջան, 2 օրվա մեջ 3-րդ անգամ։ Այո, 3-րդ անգամ։ Ես վազեմ ներս։ Ես ավելի օգուտ կտամ, եթե վազեմ։ Խնդրում եմ, բայց դադարեցրեք։ Ինձ ոչ մեկ չի կարող կաշկանդել որևէ ձևով, խնդրում եմ։ Ասեք